Բարի լույս բոլորին Հայաստանում եւ Սփյուռքում։ Եթերում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից եւ պատրաստվում ներկայացնել 4 պատմություն գիտության եւ կենդանիների մասին։ 1940 թվականին էր Հենրի Ֆորդն ասում. «Հիշեք խոսքերս, օդանավի եւ ավտոմեքենայի խառնուրդը շուտով գալու է»։ Այսօր կժպտակ ասածներից վրա, բայց իմացեք, այն գալու է։ Ֆորդը ոչ թե երևակայության գիրքն էր ընկել, այլ կարողանում էր տեսնել գիտության զարգացման ընթացքը։ Օդանավի եւ ավտոմեքենայի խառնուրդը, թռչող ավտոմեքենան այլևս երազանք չէ, ինչի վառ ապացույցը մեր այս տեսանյութն է։ Kitty Hawk Flyer-ը նոր էլեկտրական թռչող սարք է, որն արդեն անցել է նախնական փորձարկման փուլը։ Սարքի սկզբնական տարբերակը նախատեսված է ջրի վրայով թռիչքներ իրականացնելու համար։ Օդաչուի կողմից մուտք գործած կոորդինատներով սարքը արագորեն կարող է հասնել ցանկացած տեղ եւ նախատեսված է թե փրկարարների, թե անձնական օգտագործման համար։ Kitty Hawk Flyer-ը գնելու համար հարկավոր չէ ձեռք բերել հատուկ թույլտվություն։ Թռչող սարքի նախնական տարբերակը ցուցադրվել է այս տարվա ապրիլ ամսին եւ ըստ նախագծի հեղինակների մինչեւ տարվա վերջ այն կհայտնվի շուկայում։ Շատ մեծ երևակայություն կամ հեռատեսություն հարկավոր չէ կենդանիների նկատմամբ մարդու սերն արտահայտելու համար։ Պարզապես հարկավոր է մտածել բնության մասին, ինչպես Լոնդոնի այն բնակիչը, որը գորիլաների հանդեպ իր սերը արտահայտելու եւ նրանց պաշտպանելու մի յուրօրինակ միջոց է գտել։ Նրան բոլորը անվանում են պարոն Գորիլա։ Պարոն Գորիլան դանդաղորեն, սակայն նաև հաստատակամորեն շարժվում է դեպի Լոնդոնի վազքի մարաթոնի վերջնագիծը։ Թեև մրցույթը սկսվել էր 5 օր առաջ, նա Գորիլայի հանդերձ հակին դեռևս դանդաղորեն քայլում է առաջ։ Պարոն Գորիլայի իրական անունը Թոմ Հարիսն է։ Նա իր այս պահվածքով փորձում է գումար հավաքել գորիլաների պահպանության կազմակերպության համար։ Այդ 5 օրերի ընթացքում նա արդեն $30,000 գումար է հավաքել Աֆրիկայում ոչնչացման վտանգի տակ հայտնված գորիլաներին պաշտպանելու համար։ Վերջնագծի մոտ պարոն Գորիլային անհամբերությամբ սպասում են նրա 2 որդիները։ Ինչ վերաբերում է ծովախեցգետիններին, պետք է ասել, որ ի տարբերություն կենդանական աշխարհի մեծաթիվ տեսակների, նրանց թիվը պակասելու միտում չունի ու չկա նրանց պաշտպանելու կարիք։ Կուբայում վարորդները պարզապես փորձում են հնարավորին չափ ավելի քիչ տրորել նրանց փողոցների վրա։ Իդեպ, ամեն տարի ռեստորաններ եւ խանութներ է տեղափոխվում 1.5 միլիոն տոննա ծովախեցգետին։ Ծովախեցգետինները ներխուժել են Կուբայի լողափեր։ Ամեն տարի գարնանային անձրևներից հետո ծովախեցգետինները դուրս են գալիս մոտակայքի անտառներից եւ շարժվում դեպի ծովափեր։ Թեև ավտոմեքենաների վարորդները զգուշորեն են վարում, այնուամենայնիվ ծովախեցգետինները անխուսափելիորեն մնում են անիվների տակ, թողնելով կոտրվող կաղապարների ձայնը։ Տեղացիների համար այս շրջանը բավականին եկամտաբեր է, քանի որ նրանցից շատերը ծովախեցգետիններին հավաքում եւ վաճառում են։ Պարոն Կարտոֆիլի գլուխը դարձել է մրցույթի հաղթողը։ Այսպես ենք վերնագրել այսօրվա մեր հաղորդման վերջին տեսանյութը, որը պատմում է կոստյումներով մարդկանց վազքի ամենամյա մրցույթի այս տարվա հաղթող պարոն Կարտոֆիլի մասին։ Մեծ Բրիտանիայում անցկացվել է խորհրդանշական կոստյումներով մարդկանց վազքի ամենամյա մրցույթը։ Այս տարվա փառատոնը ճանաչվել է աշխարհում երբևէ անցկացված նմանատիպ ամենախոշոր մրցույթը։ Պարոն Կարտոֆիլի գլուխը հաղթահարել է բոլոր փորձությունները եւ առաջինը հասել վերջնագիծ, իսկ երկրորդ տեղում են հայտնվել Դիսնեյի կերպարներ Գուֆիի եւ Բիֆիի կոստյումները կրող մասնակիցները։ Մրցույթի ողջ հասույթը տրամադրվելու է բարեգործական հաստատություններին։ Իսկ վերջում մնում է նորից մաղթել բարի առավոտ բոլորին եւ ցանկանալ, որ օրը լինի առանց խնդիրների, ուրախ ու լավ լուրերով հագեցած, ու հիշեցնել, որ եթերում էր Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։